Պարոն Աղազյան, հաջորդ շաբաթ լիագումարը կմեկնարկի եւ ձեր անձեռնմխելիությունից զրկելու հարցը դատախազը արդեն կներկայացնի պատգամավորներին։ Համաձայնություն կտա ձեզ իշխող մեծամասնությունը դատախազի միջնորդությամբ։ Ես կարծում եմ, որ համաձայնություն կտա, որովհետեւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներից ընդամենը մի քանի հոգի են, որոնք իրավաբաններ են եւ որոնք կարող են այս կամ այն կերպ adekvat կամ ճշգրիտ գնահատել իրողությունները, իսկ մյուսները այդքան իրավաբանական գիտելիքներ չունեն եւ հետեւաբար պետք է հնարավորություն տան դատախազությանը եւ իրավապահ մյուս մարմիններին սկսելու գործընթաց պարզելու են ինչ է տեղի ունեցել այո դուք ԿՊ խմբակցությունում որոշում է այսինքն չեք կարծում որ քաղաքական որոշումը արդեն կա ես կարծում եմ դա քաղաքական որոշում է Պարոն Աղազյան ԿՊ խմբակցությունում կապված կայացվեր ես դա կասեմ բանի ժամանակ ազգային ժողովի նիստի ժամանակ Պարոն Աղազյան Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում է, որ պետք է լծակներ գտնել ձեզ մանդատից զրկելու համար։ Կարծում եք Փաշինյանի այս հայտարարությունը նաև դեր ունեցավ, որ դատախազ ամեն դեպքում այս գործով գա խորհրդարան։ Ինձ մանդատից զրկելու համար կա շատ Մանդատը չէ, անձեռնմխելիությունից զրկելու։ Ոչ, պարոն Փաշինյանի նպատակը ինձ մանդատից զրկելն է։ Եվ ինձ մանդատից զրկելու համար կա շատ գեղեցիկ ռեալ ճանապարհ։ Գյումրու ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարտություն է կրում եւ վարչապետը գնում է արտահերտ ընտրությունների, հետեւաբար բոլորը այդ թվում նաև ես զրկում ենք մանդատից։ Այսինքն տեղեկություն ունեք, լինելու է Գյումրիից հետո քաղաքացիական պայմանագիրը պարտված արտահերտ ընտրություններ։ Այո։ Ինչ հիմքով եք ասում դա, ինչ է։ Չեմ ասի ինչ հիմքով, պետք է ասեմ, երբ որ այդ բանը տեղի ունենա, որպեսզի հիմնավորեմ իմ տեսակետը։ Չեմ ուզում Աղազյան ձեր կարծիքով հիմա Նիկոլ Փաշինյանը ինչպիսի ռեյտինգ ունի։ Ամենաբարձրն է ռեյտինգը բոլոր դեպքերում։ Կարծում եք որ նա աջակցություն Համատությամբ ցածր, բայց բոլոր դեպքերում ամենաբարձրն է։ Դուք որպես եկաք իշխանական կուսակցությունից դա ազդեց կուսակցության ռեյտինգի նվազման։ Այո։ Ինչքանով։ Կարող է պատահի 1%-ի չէ։ Պարոն Աղազարյան, ձեզ այս process-ը արագացավ նաև այդ ԿՊ-նիստից իրենց բնորոշմամբ այդ արտահոսքերի պատճառով, նաև մի քրեական գործել այդ թեմայով Արտահոսքերի իրենց ձևակերպումները։ Բան չեմ ասում, չէ, բան չեմ ասում, բայց դուք հետևողական չեք լրագրողները Ձեզ այնքան մի րոպե այդ գործից եք ասեմ դուք այնքան լայն հնարավորություններ ունեք ես այնքան եմ կարևորում լրագրողական համույթի աշխատանքը որ ես տասնյակ անգամ արդեն հոգնել եմ ասել եմ որ եթե ես արտահոսք եմ կատարել մեր խմբակցության նիստերից եւ այլ քննարկումներից ապա դա ես համարում եմ դավաճանություն թիմի նկատմամբ եւ եթե այդ Պավլիկ Մարոզովները լրագրողների ներկայությամբ հիմնավորեն այդ հանգամանքը, կհիմնավորեն ընդհանրապես ցույց տան մի քանի դեպքեր, որ այդ բանը տեղի ունեցել։ Ես իմ մանդատը վար գտնեմ։ Էդի ասել եմ Առաջին օրվա։ Պարոն Աղազյան, ես ուզում եմ հետևյալը հարցնել, այդ պետական գաղտնիքի այսպես ենթադրյալ հրապարակման հոդվածով հենց քրեական գործ կար, բայց ըստ էության այդ գործով որևէ տեղաշարժ չեղավ եւ մինչեւ հիմա հայտնի չէ, ձեզ կանչել են հարցաքննության այդ գործով առհասարակ թե ոչ էլ կանչել։ Ոչ, ես չեմ կանչել այդ գործով հարցաքննության։ Բնության մեջ չի կարող այդպիսի բան լինել, որովհետև ես ինքս պետական գաղտնիք չեմ տիրապետում, ես կարող եմ պետական գաղտնիքի ծանոթանալ այն պետական գաղտնիքի, որ թույլատրված է պատգամավորներին ծանոթանալ, հստակ ընթացակարգով գնում ես համապատասխան բաժին, դիմում ես գրում, խնդրում ես ներկայացնել տվյալ փաստաթուղթը բերում են քեզ ներկայացնում են տեղում կարդում ես, ծանոթանում ես, հետ ես տալիս Այդպիսի իրավիճակ ես իմ 7 տարվա մեջ չեմ եղել։ Իսկ եթե խաշի սեղանի շուրջ որևէ պաշտոնյա ամենաբարձր աստիճան պաշտոնյա ամենաբարձր Նիկոլ Փաշինյանը որևէ իր խոսքի մեջ որևէ բան է ասել, որը պարունակել է պետական գաղտնիք, ես էլ 4 ժամ հետո խորովածի սեղանի շուրջ եմ կիսվել իմ եկեղեցի հետ կներեք դա։ Բայց եղել է նման նախադեպ, որ Նիկոլ Փաշինյանը ուտել խմելու ընթացքում ինչ-որ հույժ կա։ Քանի որ ես չեմ տիրապետում, որն համարվում պետական գաղտնիք կամ որը պետական գաղտնիք չի, հետեւաբար պետք է ասեմ, որ այդպես իրավիճակ չի։ Պարոն Աղազարյան, հիմա ձեզ քաղաքական հետապնդման են ենթարկում մանդատը։ Ոչ, իսկ քաղաքական հետապնդման չի ենթարկում, ինձ ենթարկում են քաղաքական ճնշումների։ Ինչու՞։ Որ մանդատը վայր չդրեցիք։ Երկու նպատակով, որ ասենք մանդատը վայր չդրեցի եւ դա
պարոն վարչապետը եւ քաղաքական թիմը գտնում է, որ դա իշխանության հեղինակությանը հարված է, եւ երկրորդ պատճառը, որպեսզի իմ նախկին գործընկերներից ոմանց սանձահարեն իմ հեռանկարի ակնկալիքով, որ մենք գիտենք ինչ գործընթացների մեջ են գտնվում այս պահին, որ այդ գործընթացները որոշ դեպքերում սահմանացնեն։ Այսինքն դուք սանձահարվող տեսակ չեք, պարոն Ղազարյան, մի օր էլ կալանքի միջնորդություն բերի։ Եթե ես ինձ խելոք չպահեմ, չգնամ խուսափեմ գնալ այսպես կոչված ենթարկվել քննիչների օրինական պահանջներին, բնականաբար դրան կհասնի։ Պարոն Աղազարյան, որ քաղաքներ կբացահայտեն։ Քաղաքական առումով, չէ, դե ես չեմ կարծում քաղաքական առումով, որովհետև ասենք կալանքի վրա որպես բանը, որ կալանքի վրա որպես ճնշում այդ արդյունքի հասնելու համար չի արվի։ Ես 65 տարեկան եմ եւ ես չեմ պատրաստվում իմ ապրած կյանքը, ասենք իմ ապրած կյանքի վրա խաչ քաշեմ։ Ես բաներ ունեմ ասել, որ կասեմ ազգային ժողովի նիստի ժամանակ, որտեղ ասենք ակնհայտ կլինի, որ շատ բաներ ծիծաղելի են։ Պարոն Ղազարյան, որ ասում եք, եթե քննիչների մոտ չգնաք եւ այլն կալանքի կտանենք, դրանից զատ տեսնում եք քաղաքական պահանջ, հրահանգ ձեզ կալանավորելու, թե ոչ։ Չեմ տեսնում, որտեղ արդյունք չի տա, որտեղ ես ինչ որ պիտի ասեմ, ասելու եմ, թեկուզ կալանքի վարի մեջ լինեմ, էլի ասելու եմ, իմ անհանգստությունը եւ ես երազում եմ, որ այն անհանգստությունները, որ ես ունեմ, ես սխալված լինեմ, թեկուզ դրա համար մի 8 ամիս էլ կալանքի տակ լինեմ։ Պարոն Աղազարյան, քանի որ դուք հիմա Ես կասեմ այդ ազգային ժողովի նիստի ժամանակ։ Քանի որ դուք հիմա իշխանության մաս չեք, ընդդիմություն եք կարելի ասել, հնարավոր է որ ձեզ տեսնենք ընդդիմադիր շարժումների կիզակետում, ասենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու շարժումների։ Ես ոչ, ամուսնության հարցերի հետ կապված իմ մոտեցումը ուրիշ է, ես կողմ եմ։ Հա, իհարկե, եթե սա ժողովուրդի փողոց, մի հոգյապետ ես էլ կարող եմ պատահի կանգնեմ այդ մի եթե ամբողջ ժողովուրդը դուրս գա փողոց, ինչպես 18 թվականին, բայց մեր կուսակցության մոտեցումը հետևյալն է եւ մեր թիմի մոտեցումը հետևյալն է։ Նիկոլ Փաշինյանը մեր պետությունը ղեկավարել է ծանրագույն ժամանակահատվածում, ծանրագույն որոշումներ ընդունելու ժամանակահատվածում եւ որպես մարդ, որպես քաղաքացի, որպես պետական գործիչ, հոգեբանորեն, ֆիզիկապես, բարոյապես նաեւ ինքը սպառվել է եւ պետք է գնա հանգիստը։ Եվ մենք բարոյապես դա չի բարոյական չի, նույն բանը չի։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ պարոն վարչապետը չվերարտադրվի օրենքներով սահմանադրությամբ։ Էլի ներողություն, էլի բանը սխալվելու իրավունքով ժողովուրդը ոսկու որոշի, մենք Պարոն Աղազարյան, որ նշեցիք, եթե բոլորը դուրս գան եւ մի հոգի մնա, դուք էլ դուրս կգաք, այսինքն Ծառուկյանի նման 5 պակաս, իշխանափոխությունից 5 պակաս փողոց դուրս կգաք։ Ես չեմ կարծում, որ տեղին այն Ծառուկյանի հետ համատել, որովհետեւ բանը վիրավորական։ Չէ, վիրավորական չի, բոլորովին։ Ծառուկյանի ասենք մոտեցումները ուրիշ է։ Ես ուզում եմ ասել, որպես ֆիզիկական անձ, Ծառուկյանի հնարավորությունները իմ հնարավորությունից կներեք մի քիչ Ես քաղաքական եմ ծառայել, ոչ Եվ քաղաքական։ Պարոն Աղազարյան, Դիպի տարբերում է, այլ երբ որ միջնորդության մասին հայտնի դարձավ դատախազության, արդյոք այս ընթացքում քաղաքացիական պայմանագիր խմբակցության որևէ պատգամավոր կամ պատգամավորներ ասել են դժվարանում ենք ձեզ կողմ քվեարկել, որ ձեռքվեն, այսինքն որևէ արձագանք եղել է ձեր Ես ընդգծված կերպով չեմ շփվում իմ նախկին գործընկերների հետ, որովհետև ես երջանիկ եմ, որ նրանցից մեծամասնության հետ նրանց մեծամասնության հետ ճանապարհ եմ անցել եւ չեմ ուզում իմ շփումներով իրենց դնել դժվար անհարմար վիճակի մեջ եւ Պարոն Աղազարյան, հետեւաբար, չէ, բարևում ենք, որտեղ ենք բարևում։ իսկ պարոն Աղազարյան, քանի որ նախադեպ եղել է խորհրդարանում այն ժամանակ դուք ԿՊ-ում էիք, օրինակ Սեյրան Օհանյանի անձեռնմխելիության հարցը երբ որ եղավ, նման դեպքերում որոշումը, որ պետք է կողմ քվեարկել կայացում եւ թիմին այդ մասին հայտնում է, թե ամեն դեպքում падգամավորների դիրքորոշումը հաշվի է առնվում որոշումը։ Ես կարծում եմ, եթե դու թիմի անդամ ես, պետք է թիմի որոշմանը ենթարկվես։ Այսինքն որոշումը խմբակցության ղեկավարն է ասում, որ պետք է։ Բայց խիղ խմբակցության ղեկավարն ասում, խմբակցությունը քննարկում է, որոշում է ընդունում։ Խմբակցությունը ես էլ բացատրում եմ, խմբակցությունը քննարկմանը ներկայ լինում 60 падգամավոր, 29-ը ասում է
չպետք է պարոն Աղազարյանին զրկենք անդրմխելությունից, 31-ն ասում է պետք է զրկենք պարոն Աղազարյանին անդրմխելությունից, 31-29-ը որոշումը կայացված է, 29-ը պետք է ենթարկվի որոշմանը, դա իմ բանն է։ Պատգամավորը խնդրի ինչ, այդպես հատմիտ ունեք։ Դե խնդրի բանը սամանա եւ ինք հետ իր կարծիքը հայտնում է խմբակցության նիստի ժամանակ։ Մի շատ կարևորագույն հարցի հետ կապված ես միայնակ տեսակետ եմ հայտնել եւ բոլորը համաձայնել են իմ տեսակետի հետ եւ այդ որոշումը կայացվել է եւ այդ որոշումը շատ կարևոր մարդու ոչ չի կարող ասել բեկանի սրտով չի եղել դա չեմ ասի Իսկ պարոն Աղազարյան դուք անձամբ քվեարկությանը կմասնակցեք Ո՞վ Ինչ կողմ կքվեարկեք փոխելու պակասը Պարոն Աղազարյան դուք գուցե ուզենաք որ ճշմարտությունը բարձվի Ես գիտեմ ճշմարտությունը իմ օրը բարձր բան չէ իհարկե Պարոն Աղազարյան, դուք Փաշինյանին ավստահություն հայտնելու գործընթաց եք ուզում սկսել, իր ուժի մեջ եք։ ով է ասել դες բան Մամուլներ Դե գրել։ մամուլը շատ բան է գրել Բայց չկա այդպիսի բան։ չեմ ասի Տեսեք, որ ասեցիք, եթե միտինգ բանի դուրս կգաք փողոց կան մարդիկ, որոնց կազմակերպած հանրահավաքներին չգնա, օրինակ Ռոբերտ Քոչարյանը Ես կոնկրետ ծրագիր ունեմ, որը կհրապարակեմ Գյումրի ընտրություններից հետո, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պարոն վարչապետի գլխավորությամբ որոշեն, որ գնան արտահայտ ընտրությունների։ Եթե չգնացին, կհրապարակեմ մի 3 ամիս հետո։ Բագրատ Սրբազանի մասին ձեր կարծիքը փոխել եք, առաջ իրեն դեմ էի։ Ոչ, չեմ փոխել, դեմ եմ։ Պարոն Աղազարյան Ահա։ Չէ, ավարտեք ոնց որ պետք է։ Չէ, հարցը իմ կարծիքը Բագրատ Սրբազանի նկատմամբ, իմ կարծիքը ոչ Բագրատ Սրբազանի նկատմամբ է փոխել, ոնց որ եղել է բացասական, այնպես էլ բացասական կա, իմ կարծիքը չեմ փոխել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ոնց որ եղել է, այնպես էլ կա։ Նեք ես ձեզ պետք է մեջ բերեմ, չեք փոշմանել, որ նրանց սա ձեր խոսքերն է, դեր գապոն էիք ասում։ Ոչ, չեմ փոշմանել։ Իսկ պարոն Աղազարյան ստացվում է որ կամ կարող ենք ասել որ Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում ձեզ մանդատից զրկելու հարցում այսպես նահանջ կամ հետքայլ չի անում դեռ փորձում է հասնել այդ Փոխչանի նավայնի как նավայնի մեկ է կկրվենք Այսինքն կարող ենք ենթադրել, որ դուք ձեր խոսքերով ասած չսանձահարվող տեսակ եք։ Այո, ցավոք սրտի այդ մասին պարոն վարչապետը չգիտեր։ Չգիտի ցավոք սրտի, ինչու՞։ Դե չի մասը։ Իր համար ցավոք սրտի, ոչ իմ համար։ Իմ համար բարեբախտաբար բնականաբար։ Իսկ ինչ է կարծում, կա՞ ձեր ուժը լուրջ վտանգները ԿՊ-ի համար ներկայացնում։ Դրա համար Այո։ Այդ դու չգիտես։ Առաջիկայում կհամոզվես նրան։ Իսկ ձեր Մոսկվայի ընկերը ինչ է ասում այս գործընթացի մասին։ Սատարում է ինձ։ Այդպես էլ չվերադարձավ հայրենիք։ Վերադարձավ գնաց, հիմա ընդդեմ սատարում։